Ողջույն, Մաշտոցը կտրեցինք, Թումանյանով շարունակում ենք, Ինեսան ու Դավիթը եկան, ժամը մեկին, են էլ բան չհասկացանք, կարճ շատ մնացին, Ինեսան ատամնաբուժի մոտ պտի գնար 4-ին, ատամնաբուժը զանգ տվեց փոխեց ժամը 3-ին, շտապ թռանք մեքենա, երեխուն բերեցի, հասցրեցի, բայց մենք բան չհասկացանք երեխեքից, լավ, այսօր ամսի քանիսն է, Անահիտն էլ չկա, մի հատ հարցնում, մի րոպե, Մոսկովյանի վրա տեղ տվեցին, հեն ուղղությամբ Տերյան փողոցն ու Թումանյանի թանգարանը, ստեղ լիքը ռեստորաններ, այնտեղ ծաղիկի խանութն է, չէ, են ոնց էր կոչվում չեմ հիշում, լավ եկեք հələ փողոցը անցնենք, մեքենա չկա, 32 աստիճան է ու ամսի 16-ն է ինչ հաճելի քամի է ինչ է ուզում ես մայթում հա հենց ծաղիկի խանութը մի հատ տենանք ինչ-որ ջերեր են երևում, շատրվան է երևում, կրեատիվ խանութ է, կրեատիվ ոնց է վերեն, լավ, ընթացքում կհիշեմ, ստեղծագործ, հա երևի, հա երկը, ես հիշում եք սկզբից ստեղծնս ծաղիկներ, ծաղիկներով զարդարեցին, զարմացրեցին, հետո սկսեցին ջրվեժը սարքը Մոնամի իչեցի անունը այս ինչ կամի սկսեց ինչ լավ ջրվեժը Են վերևի հարևանի կրանքից է թափում, երևի գնացել են ամառանոց, ջուրը միացրած են, մոռացել են, թողել են, հիմա թափում է իրանց մոտից, ջուրը բացել են, սենց լավ օգտագործել են, վրիպումը, ասեն, որ կատակ եմ անում, թե պարզ է, Լավ է սա չէ, լավ էլ հով է գալի, Գեղեցկանում է, Երևանը, դա են ինչ տխուր սեղանիկներ են արևի տակ, լավ, ջրվեժը նայեցինք, հիմա ես մի բան հիշեցի, ժողովուրդ, հիշեք, երեկ էր, են շոքորը եփ էր, հա, երեկ չառաջորը, են ֆարշ, ինչ-որ մի հատ բան էր, տղաները, աթորներ էին դնում բան, ասեցին համբուրգերներ ենք, չէ, ոնց որ համբուրգեր ասին, էլի, չէ, դենք շոր ուրիշ բան ասեցին, մի խոսքով էդ տիպի էլ է, բուտերբրոդներ, էդ ֆարշը դրանով էր զբաղվում, հետո ես ոչ մի բան չէի հարցրել, բայց չնամխի ասեցին նովիկովինն է, ես հետո աղոտ հիշեցի, որ ստեղ մի հատ բան եմ տեսել,
մի անգամ, կարծեմ ավոկադո էր կոչվում։ Այս Մոսկովյանի վրա ենք։ Թումանյանի թանգարանից հետո կդառնա Սարյան։ Այս Սարյանի վրա մենք մի անգամ Անահիտի հետ կարծեմ ավոկադո էր կոչվում։ Մտանք ու եթե չեմ սխալվում, այդ աղջիկը ասեց Նովիկով Ռուսաստանից ինքն է բացել։ Կանից տեղ ենք, եկեք գնանք մի հատ պարզենք էլ այդ հարցը գլխիցս հանեմ շպրտեմ։ Ես ինչքան ծառեր տարբեր չէ։ Սա զբաղացրել է, հա։ Չէ, ես բոլորի վրա դրած է։ Հա, ծաղիկների տեղ է, հիմա տղամարդու գլխակեն հա դնում։ Համարվում է գեղեցիկ։ Այս շենքն է, չէ, հետաքրքիր բերեցին սենց ալումինիով երեսապատեցին դեռ սովետի ժամանակ։ Ստեղ կհիշեք տակը ինչ էր դե ասեք։ Բայց այն առաջվա հետ, որ հիշում եմ, ինչ սուպեր գեղեցկացել է այս մայթը, չէ։ Լմյացտեղ նայեք։ Դա սենց տարածքներ իհարկե դժվար է պատկերացնել, եթե սաղ պետական ելներ։ Չնայած այդ Չինաստանը ինձ համար հանելուկ մնաց։ Ինչով են զբաղված, ինչ համակարգ է իրենց մոտ, լավ չեմ հասկանում։ Գիտեմ, սեփականատերեր կան, միլիոնատերեր էլ կան, կարող է միլիարդերներ էլ լինեն, բայց բոլորը պետությունից ուժեղ կախման մեջ են ու չգիտեմ։ Այն օրը մտքովս անցավ, որ սովետի ամենա լավ շարունակողները իրանք դուրս եկան։ Ռուսները ինչ-որ քարկապնգան, գրիվ անկապ բան ստեղծեցին։ Մենք դե փոքր ենք, մի կերպ ուզում ենք գլուխներս պահենք։ Բելարուսը չէ, անքը մի բան չեմ։ Ուկրաինան մի բան փորձեց նախանձությունից հարձակվեցին։ Լավ։ Երկիրը շատ թեկեչ հասկանալու համար երևի պետք է այցելել։ Ասենք Թումանյան։ Այս ինչ լավ ազատ է։
Եվ որ հասանք Թումանյան, այդ նշանակում է այն կողմը արդեն Մոսկովյանն է։ Չէ, թանգարանը դեռ չեն բացել։ Հովհաննես Թումանյանի թանգարանի ժամանակավոր հասցեն։ Հա, ես գիտենք, Մաթևոսյանի թանգարանում է, որտեղ տենց էլ չկարացանք ընկնենք։ Մեր ժամերով և գնում էինք փակ էր արդեն։ Ահա, Ուռենին լրիվ վերացավ ստեղի, գեղեցիկ։ Այս ինչ ծառա։ Չգիտեմ, ինչ-որ թութ է հիշացնում, բայց Ափսոս։ Շատ, հələ նայեք ինչ մեծ բուն է մնացել։ Չենց հաստ ծառեր, հա, պաշտորեն էդ Ուռենին։ Շատ գեղեցիկ էր, է։ Ես այդ աղբյուրի հետ էլ շատ սազում էր։ Նկատում եք ինչ նխուրած այդ աղբյուրը։ Արևի տակ, մենակ։ Ահա։ Ես էլ ոնց որ թե ճիշտ է, որ չէ, ջուրը բացում են, ափսոս է ջուրը, բայց բացում ես հետո պետք է սպասես սառի, թե չէ գոլ ջուր է, այս ինչ երաժշտություն է։ Գնանք այդ ավոկադոն գտնենք, հետո մի ուրիշ տեղ գնանք։ Այս սեղանների մեջով գնալու հավես չկա։ Սա ջուրը է, աբեկչիվը կթրջվի, այս էր ոնց էր, ես կանան չէ, լուտենանք, ճիշտ եմ հիշում, այո, ահակին ճիշտ եմ հիշում, ավոկադո քվին, տակներ գրած է, բայ Նովիկով, այո, ամեն ինչ կար, սաղ ճիշտ է, ուրեմն Նովիկովը են պարզավոր հնգամարտի Նովիկովը չի, բարև ձեզ, Արեկ ջան, Նովիկովը ստեղ է ապրում Երևանից, հա? Չէ, Ռուսաստանում են։ Որտև երեք առաջ օրը մի հատ էլ հանդիպեցի, ֆարշ էր կոչվում այդ։ Ասացին Նովիկով, մեր նայողները սկսեցին գրել են պիճի Բորիչ Նովիկովն է, չէ, նրա հետ կապ չէ, ոնց որ թե նույն Նովիկովն է։ Ոնց նույնը։ Այն որ հնգամարտ էր, դուք գիտեք, Սովետի վաղ կար Նովիկով հայտնի սպորտսմեն էր, հնգամարտիկ։ Իրանի տեղեկ։ Չէ, տեղեկ չեք։ Սա Հայաստանում ապրել է, ծանոթ է Հայաստան, չգիտեք, հա, երևի։ Հայաստան ամենաշատը երևի գնացած եկածածն է, չէ, ինքը Ռուսաստանում է ապրել։ Ռեստորատոր է ինքը։ Ինքը ռեստորատոր է։ Եղա, շարակացում ոնց է գործերը։ Հեսի ավոկադո քույն է։ Քվինը, հա, ստեղ մենք մի անգամ մտել էինք, երևի 2 տարի առաջ։ Հա, լավ է գործերը։ Լավ է, հա։ Ինչ խոհանացած ես մոտ։ Հիմնական եվրոպական ասիական է։ Եվրոպական ասիական։ Եղավ, շատ շնորհակալություն։ Փաստորեն նայել է Իրանը երևի, չէ՞։ Եթե չեմ սպասում եկել է Իրան։ Հա, էլի կարող է գիտեք Երևանում կա։ Սիրովարնյանն էլ է Իրանը։ Սիրովարնյանն էլ է, հա։ Այդ արդեն դահակին գորժ մարդ է։ Եղավ, հաջողություն ձեր գործին ու շնորհակալություն շատ։ Ահա։
Էլ ինչ եք ուզում, սրանից լավ կլներ պարզել, փաստորեն ճիշտ է հիշում, նովիկը վեր, ավոկադո քվին, դե Մոսկվայում ապրողները կգրեն, ինձ թվում է Մոսկվայում էլ կունենա, Սիրավարնյան հիշում եք, հույսով եմ, Սիրավարնյան որտեղ էր, հին Երևանցի փողոցին, անկյունում, են Վենան, որ մենք անդադ գնում ենք, դրա դիմացի մայթ է, էլի, այդեղ չենք նստել ոնց որ թե, բայց ով էր, Նելին էր ոնց որ մի անգամ գովեց, ես չեմ փոխել, չէ, հա, այնտեղ են Սարյանի խճանկարը մոռացա նայեմ, են գոմը, չգիտեմ, ինչ-որ տարակուսանքի մեջ եմ, ես էլ Սարյանի հանգարանը, հələ ստեղ մի բան էլ կա հետաքրքիր, մի անգամ սենց բարձրացանք, այնտեղ մի հատ երիտասարդ էր, ինչ-որ բուտերբրոդներ էին սարքում, որոնք ասեց, երբ որ լավ խմած զարդում ես առավոտը, սա լավ է, ուտում ես դզում է, խելքի ես գալի, ու անկապ անուն ուներ Պուտին էր կոչվում այդ բուտերբրոդները, հələ տենանք դեռ կան, թե Երևանի սովորության համաձայն փոխվել ասախ Սարյան 4 այստեղ մի տեղ էր ես էլ մանգո ավոկադո, մանգո այս սեղանի կացած ֆիքստուլ լավ է չեմ հիշում եք չէ սենց պատեր են ելնում Ստեքլոպակետ, հա, մոտավորապես այստեղ էր հա, տենց էլ եղել ոնց որ թե վերացել եմ այս ինչա գրած Top place, հա, հայերեն անգլերեն են դա վերջի տառը չեմ կարում կարդամ ինչ են գրել place լավ չէ Thai place հայերեն իավ Thai ոչ թե top հա Տայսկի է, հա, ինչ-որ տայսկի մի բան է, ինչ-որ այապ հագա, եկեք ստեղ մի հատ մոտիկ ես ցույց տամ, դուք էլ հասկանաք, ինչի մասին է խոսքը, տեսակ ոնց է կոչվում, Thai place, տակնել ես իմ ինչա գրած, մանր տառերով, ես դրա հավեսը չունեմ, ես էլ չկա փագոյլա, այս սենց է էլի, են ինչ հետաքրքիր բալկոններ են վերևը, չէ, իրանք են սարքի աչքիս, որտև հասարակ սովետական շենք է, տենց ֆիքստուր բալկոն չեր կարալներ, դաժան բան է էլի, կապիտալիզմը, չէ, նենց սիրտս ճմալվում է մի տեսակ, որ նստենում եմ, դե երիտասարդ երեխեք էին նենց մեծ սպասումներով, բանով, հավեսով գործը սկսում են, իրանց հնարավորություններով ոնց կարան վերանորոգում են, ինչ-որ բաներ են նկարում պատերին մեծ հույսերով, նորից ասեմ, ու մեկ էլ գալիս ես տենում ես չկան, տխուր է, բայց ասում են,
Այդ ժամանակա լավ զարգացում ելնում։ Դե սովետ ելներ կոմերտ միությունը, հովանավոր կանգնած կլներ, չէ։ Ոնց էլ գործերը չգնային, փողերը կտային վերևից, ասեն զբաղվեք երեխեք, մենք տեր ենք, ող կբերեք չեք բերի, առանձնապես կարևոր չի, նավթից լիքը փող, այ սովետ, Դրամալ որոշ մարդիկ տենց կոմերտ միությունը սիրում էին, էլի։ Իսկ ես ու Անահիտը հարիֆի պես ասկի չընդունվեցինք էլ։ Են Ղարաբաղյան շարժման ժամանակ Տեր-Պետրոսյանը, որ կարգախոս էր մեջ գցել։ Հիշում եք։ Պայքար մինչև վերջ։ Դա ես սննդի օբյեկտների մասին էր, պայքարում են իրար մեջ, մինչև վերջ։ Նենց որ եթե հանդիպում եք օբյեկտ, որը արդեն մի 10 տարի կա, այդ ուրեմն ահագին լուրջ պայքարող թիմը։ Երևի դրա համար էլ գրում են, չէ, այս ինչ թվից կանք։ Մենք կանք այս ինչ թվից, որ հասկանան, որ օրինակ Տափաստանը, հիշում եմ, ստեղ անընդհատ կար, ինչ ես Սարյանի վրա ես դիվիժենը սկսեց։ Ես լավ ասեց, հյուրասիրություն եմ գնում Ծիրանի։ Մերանցից ով էր, Ալիսան էր լեգատում։ Ալիսա ջան կներես, ես ներքևիներն են մենակ հասած, են վերև ինչ-որ խատմակ մաներ են դրել։ Բայց ես ներքևը լավ եմ, ցույց տամ մի քիչ, խնդրեց երկար պահեմ։ Այդպես տեղ Երևանում ունեք, հիմա ես կամերան էլ կարգին, ես կարմերա թուշիկները չի ցույց տալի ներքևի։ Ոնց եմ ուզում, մի քիչ սկսեց։ Մի հատ կվերցնեիք, կուտեիք։ Մեր նայողներից մեկը խնդրեց, որ Ծիրանը երկար ցույց տամ, կարոտը առնեմ։ Ես ցույց եմ տալի։ Հապ, աբում մութը, Այս տորում կարծում եմ առաջինը գլխի ընկավ, որ կարելի է անկապ բարձր գներ դնել։ Լավ է, մարախուղի մեջ գնում ենք։ Էй գիտի Մարգարիտան մի վաղ տես շենքում էր աշխատում։ Այստեղ զով կան առաջի հարգում։ Են էլ ինչ է կոչվում, միլա, հա, մինա։ Սա մի վաղ տես հիշվող անուն էր, գուրու։ Են էլ փոխեցին։ Հազիվ մի բանը հիշել էի լավ։ Գնանք են այդ, հա, երևի։ Սարյան։ Ստեղ միակողմանյան, հենց որ իմ են կողմ նայելը անիմաստ է։ Այս կողմն է կարևոր։ Լավ սպասենք եսա, են սվետաֆորը կկանգնացնի, կգնանք։ Գնացինք,
Ես ոնց ասեցի անունը Մինա։ Հա, Մինա է։ Ռեստորանի անունը։ Ես էլ Զովկի շենքը, այդ մայթում էինք մի քիչ առաջ։ Ես էլ Մինայի, սա գինո խանութ է ոնց որ։ Vino and olio, օլիոն ինչա չհարցնեք, չգիտեմ։ Եթե գրեք, շատ շնորհակալ կլինեմ։ Աջաջ։ Ստեղ հիշում եք, բակ էր շատ ույուտնվի, նստել ենք, բայց այն վաղտ գոռու էր կոչվում։ Մենք նստեցինք։ Այս կողմերը մի տեղ էր, չէ, բայց անցա երևի։ Լավ հետաքրքիր օբյեկտներ ամուսիններ էին մարդուկին։ Չէ, դժվար է։ Սետ։ Չէ, սեթը չէր։ Shit. Ստեղ լամաջը կերել, ողջ է։ Այստեղ լավ հովտեղ է։ Յուտնվի։ Улица Саряна. Вон, Саряна мягкий знаков չի գրվում։ Ինչքան գիտեմ, մягкий знакով է։ Անտեսել եմ, թե ես եմ սխալ հիշում։ Ես էլ Պուշկինը։ Ընդեղ էլ աստիճանները, Սարյանի նկարով ձևավորած, հիշում եք, Հայաստան պանոնա, են շենքում էլ Քոչարն է ապրել, այս զախի վրա սովետականները, ինչքան բան են այս շենքի գլխին սարքի այ մարդ։ Դե են էլ կոմպոզիտորների տունը։ Ստեղ մի հատ կետ չկա այդ աստիճանը կարգին ցույց տամ։ Այդ չկա, ես այդ չեմ ցույց տամ։ Ինչ ասեմ։ Այս ինչ հետաքրքիր գույներ են ներկել։ Դրա համար տենց հով էր, հա, անկյունում։ Ամենալավ նյարդաբանն այսօր Հայաստանում։ Հա, տենց բան կա։ Ամենալավ նյարդաբանը այսօր Հայաստանում։ Հա, ստեղ լուրջ բան են որոշել սարքեն։ Ես հետաքրքիր է, ասենց հանելուկային որ գրում են, ես ոնց պետք է կարդալ։ Կարում կարդացի։ Երեխեք ջան, բարև ձեզ, մի հատ բան խնդրեմ էլի։ Այս նկարիչի անուն ազգանունը կարաք կարդաք։ Կարո։ Ահա։ Միրադյան։ Աստված գիտե։ Եղավ։ Կարո կամ
չեմ հասկանում, մա յա թե Ահա ես ինչ եմ հասկանում։ Ոնց է կարծում։ ազգանոց է յա թե Միրամուրյան։ Միրամուրյան։ Շնորհակալություն շատ։ Քանի հոգով կարդացինք։ 4 հոգով կարդացինք։ Այո։ Դες մասը արդեն հեշտ է ավելի։ 41-ից 75 թիվ։ Կարակ ասեք ինչի ուսած գրում։ Եկնեք ասի, ինչ կար, որ շատ հեշտ կարդացի։ Հա, բայց շատ հեշտ պետք է ամեն մեկը կարդա։ Ինչա պետք հատուկ են մարդիկ կարանան կարդան։ This is Abbey Road։ Արդյոք Լոնդոնում մանեկանք։ Շատ զարմանալի էր, որ քաղաքին Լոնդոնի ապրողներ չգիտեին։ Վերջը մի հատ կիթառով տղա հանդիպեցինք, ասինք սա հաստատ կիմանա։ Մեկ էլ անսպասելի, դա էլ չգիտեր։ Ես էլ հիշում եք Քոչարի սյուժեներով հետաքրքիր է, որ մի հատ իտալացի է արել։ Են ինչ է ներևը Իրանան է կարել։ Իտալացին։ Դե Քոչարին։ Всё-таки։ Այստեղ ներքևը գրած է Քոչար։ Այս ինչ-որ բարդման է գրած երկար, հա, պետք է կարդամ։ Հա, չէ։ Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան, այս լուրջ բան է գրած, այ մարդ։ Մուրադ Ռաֆայելյան վարժարան, այո։ Ստեղ ինչ է գրած։ Ֆաբիո Շարիա, Մարիա պետք է լինի։ Ֆեդելը։ Այդքան ես չեմ կռահի ինչ է նշանակում։ Ստեղ էլ գիտեք Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի թանգարանն է այն մեկը։ Ոնց եք կարծում, որ մտնեմ գլուխ կհանեմ ես Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը ինչ է։ Մտնենք էլի բացելնիկ, պարզա գլուխ կհանենք, չէ։ Միշիչ, հա, միշիչ, եկողն է դիշիչ, միշիչ, դիշիչ, ստեղ էլ գրած է everything, okay, եկողն է գրած էր Abbey Road, հիշում եք, ես են կրեատիվ երիտասարդներն են մեծ հույսերով որ բացել են, եթե ասենք կոմերցիոն դերը խաղում են հարուստ ծնողները, դա ոչինչ, հարկին ժամանակ կարան գոյատևեն նույնիսկ եթե գործերը այդքան լավ չի։ Nail art։ Հատ էլ պոզիտիվ բան ստեղ արգրած։ Everything okay, կտան որ քիչ է, մի հատ էլ գրեցին։ Շա, սաղ պարզացի, ես լավ տեղը, տեսակ ես լավ հով տեղը, տղեկ էին նստած, խոսացինք, պարզվեց ստեղ ատամնավուժարանա, վարժարանը հետ ոչ մի կապ չունի, իրանք որ ասեմ 100%-ով համոզված էին չէ, բայց կարծում եմ դա այսքան ժամանակա ստեղ են, ահագին ճշտին մոտիկ վարկած առաջարկեցին, հեսա գնամ Պուշկինը նեղից վարկածը ասեմ։ Ուրեմն տղաների կարծիքը սենց էր, Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը պատվիրել է Քոչարի ես գործը որ ստեղ արվի,
պատվիրել է ըստ երևույթին այս նկարիչին, մեկ էլ իրանք մի բան ասեցին, որը ես չէի նկատել, ասեցին ստեղ էլ քաղաքապետարանի նշանը կա, ստեղ տակը սաղ գիրը կա, հեսա մոտենանք մի հատ նայենք, ուրեմն ես QR կոդերի վրա էլ պահեցի, այդտեղ ինչ տեսա, այդ սայթ բացեց մի հատ, այս նայեք ամենավերևում գրած է, արվեստն ապագայի քաղաքում, Երևան Քոչար 125, այսինքն այդ QR կոդում բացվեց այդ միջոցառումը 125-ամյակին նվիրված Քոչարի այդ էր ուղղակի։ Հիմա ներքևը գրած է հայերեն ու անգլերեն Երևան Քոչար, այս ինչ թվեր, ընդվզում 1930 թվի գործ այդ պատի վրա որ կա, վերարտադրող նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելե, Իտալիա, ես արդեն ծանոթ հանդեր գրած էր, ստեղ անգլերեն է բաց ենք թողում, նախագծի կազմակերպիչներ, էլի անգլերեն է, նախագծի հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյան, Երևան Քոչար թանգարանի տնօրեն Կարինե Քոչար, ուրեմն դրանք նախագծի, ովքեր էին, նախագծի հեղինակներ և ղեկավարներն էին, նախագծի հովանավորներ, Հայաստանում Իտալիայի դեսպանություն, գործարար և բարերար Վահագն Գրիգորյան, 2024 թիվ ապրիլի 16, այդ սաղ լավ է, բայց վարժարան ինչ կապ ուներ, այս հանելուքային Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարան, ես չհասկացա ինչա, ընդեղ էլ ոչ մի բան դրա մասին գրած չէր, ասա պատի վրա, ասենց մեծ տառերով գրել եք, ստեղ էլ բացատրություններ եք գրել, բա էդ էլ բացատրեիք, հայր ջան, եթե մի բան հասկացաք, ես խնդրում եմ գրեք կոմենտներում, միահամուռ ուժերով աշխատենք հասկանալ, հաճելի չի էլի, որ սած ինչ-որ անտարբեր կիսատ-պռատ, սա իհարկե հեռվից էր պետք ցույց տալ, բայց կարծում եմ շատերը ծանոթ եք այդ գործին, տեսակ ձեզ ինչ կոմպլիմենտ արեցի, ինձ էլ ձեր հետ, եկեք ես այս ընթացքում ում հիշեցի, մերոնց մի հատ ողջունեմ, Էնդին և Անահիտին, եկեք Անդրանիկ ասեմ, էլի, Անդրանիկին և Անահիտին, հետո Լուլուին ողջունենք, ընդեղից շատ հավես հրաժեշտ տվեցինք մի օր, ստեղ մի տեղ էլ կարծում եմ ես դրոշը, որ կախած է, Չեկիջյանի կապելաներ չէ, ես էլ չույս տամ չասեք մենակ նայեց գնաց, ես էլ Չեկիջյանը նկարները վաղտնափոխել արդեն գունաթափվել են, այս երիտասարդ նայեք, որ ասում եմ գունաթափվել են, դերնեք ինչ տղեկ են, աչից դեպի ձախ թարս եմ ասում, Չեկիջյան, ես մեկը Բաղրամյանը ու Վիկտոր Համբարձումյանը, անգամ վատա որակը Վիկտոր Համբարձումյանը Բերեժնևը, կամ Միկոյանը, լավ, կարևորը հասկացանք,
Ստեղ էլ սանց լուրջ ցուցանակ է, էլի որ չկարծեք։ Մի հատ թղթի վրա գրածներ։ Այստեղ մի հատ լավ դահլիճ էր։ Բարև ձեզ։ Մի հատ դահլիճը հնարավոր է տեսնել։ Մեր մոտ դահլիճ չի։ Չէ՞։ Դահլիճ Վարչական շենքն է սա։ Սա վարչական շենքն է։ Բա ես մի անգամ տեսա Փաշինյանը եկավ, սա լավ դահլիճ էր, ելույթ ունեցակ։ Այստեղ չի։ Այստեղ Էրանի վրա։ Էրյան 3-ն է, Ինչ եք ասում, հա։ որ սենց Պուշկինով ուղիղ գնանք, Հա, այնտեղ Տերյան 3։ Այո։ Հա, լավ է մտա, թե չէ ես ամեն անգամ անցնելուց պատկերացնում եի որ ստեղ է կատարվել արարողությունը։ Հետո ձեզ կարգին ֆինանսավորում տվեցին Փաշինյանի գալուց հետո։ Չգիտեք։ Ինֆորմացված չեք։ Դե լավ, ձեզ լավ օր, շնորհակալություն, կներեք եկա ձեր անդորը։ Գնացինք, ուրեմն ստեղ չէր, այ մարդ այդ դահլիճը, ես էլ ամեն անգամ անցնելուց։ Հա, Տերյան 3-ը ասեցին նորից հետ գնացի։ Չայկովսկի դպրոցի բակում է, հա, այնտեղ ահագին տահաճբակ էր մի անգամ մտանք այդ լիքը նորակառույցներով։ Լավ, մի օր այդ կողմը որել եմ, հələ հիշեմ Չեքեջյանի դահլիճը այնտեղ է փաստորեն։ Այստեղ Beatles ակումբն է, այս մեկը չէ, մյուսն է ոնց որ։ Սա լավ օրինակ է կրեատիվ երիտասարդների։ Ես իրանց բավականին մոտիկից գիտեմ, կարամ ասեմ իրանց ծնողները օլիգարխ չեն, նենց որ երեխեքը լրիվ իրանց շնորհքով երկու եղբայրով կարացան այս պրոյեկտը շատ հաջող իրականացնել։ Սա այդ ուրախալի դեպքերից մեկն է։ Եղել ենք ներսը, Անահիտի հետ, էլ ես հիմա չեմ մտնի։ Ես էլ մոտավորապես բաներ։ Մի անգամ էլ մտանք անգլացիներ էին, իռլանդացիներ էին, լավ ուրախ, հարբած, երգում էին։ Այս մեկը ուրիշ է արդեն, ուրիշ պատմություն է։ Ու ստեղ եկեղեցին եկեք մի հատ մտնենք, զորավորը։ Մի քիչ բակում նստենք, չէ՞։ Այն մեկը թանգարանն է, Քոջոյանի, Սարգսյանի։ Չհասկացա, եկեղեցին վայրից եմ մտնում։ Խառնվեցի իրար, այ մարդ։ Այնքան հասարակ բակ է, որ մարդ չի սպասում։ Ահա, հեսա։ Խթա։ Բարձր է չէ՞ ստեղից երևում։ Պուլպուլակի ջուրը անտիր էր։ Շատ լավն էր։ Կենտրոնում տենց բան հազվադեպ է հանդիպում։ Պոպոկի ծառ, որը նախատեսված է երևի մի 100 տարի որ ստեղ ուրախացնի։ Այս ջուրն էլ ատ են աստենց լավ է։ Մի հատ էստեղ խմեմ։
Այո, լավն էր, բայց չգիտեմ ինչի են մեկը ավելի լավ թվաց։ Դե անսպասելի էր են մեկը, ես մեկը արդեն սպասումներ ունեի։ Ստեղ էլ է պոպոքի ծառ, բա ուր է լավ նստելու տեղ, որ ես նստեմ։ Հանել են այ մարդուս նստարանները։ Ես հիասթափեցրեցին ժողովուրդ։ Ստեղ նստարաններ էր դրած, շատ սիրում էի։ Ափսոս։ Երևի իմ նման նստում ծախում էին, ծախախոտները գցում էին գետնին, ջղայնացան հանեցին, բայց ես աղբամանը մնացել է։ Դե, շատ ափսոս, մեծ հույսեր էի կապել։ Լավ, աղբամանի մոտ կանգնեմ ծխեմ, հետո գնամ եկեղեցում հանգստանամ, եկեղեցուներում միշտ հովա չէ լամ, են որտեղ էր, Մադրիդում էր, շոքին մտանք մի հատ եկեղեցի, այ մարդ ոչ կոնդիցիոներ, ոչ ման, հով, ուստա ճարտարապետներ էին, կարծում եմ ձմեռներ տաք հայ երևելնում։ Ողջույն, ներոնց հանդիպեցինք, ես խնդրեցի մի հատ ներկայանան, որտև Անահիտի հարցերին ես այդքան չեմ կարա, չեմ հիշի, խնդրեմ։ Արմինեն, Սայաթ, Սևադա, հոյակապ հայեկական անուններ, ես ինչ լավ արարողություն է։ Մեր փոքրիկ թորնիկի մկրտության օրն։ Այո, ստեղ, հա։ Այո։ Այս ժողովուրդը ձեր հետ են։ Դե ես ձեզ շխանգարեմ, դուք ասեցիք, որ շտապեք, շատ հաճելի էր։ Անահիտին, շատ սիրում ենք ձեզ, լավ եղեք, առողջ եղեք։ Շատ զարմանում ենք ձեր էներգիայով, թող Աստված ձեզ այդքան լավ էներգիա տա միշտ։ Եղավ, ստեսություն ձեզ։ Այ չիմացա որտեղից են, դե լավ շտապում էին իսկապես այնքան մարդ էր սպասում, անունները գիտենք, այսօրվա վիդեոն կարծում եմ կնայեն, ես մի հատ խնդրանք ունեմ ձեզ, մի հատ կոմենտ գրեք, որ երկրից եք, համ էլ ձեր նիկը կիմանանք ու ավելի հավեսով կհետևենք ձեզ։ Ամուսինը առաջին մոտեցավ, ասում է, եկեք, տեսեք ում եմ կտ։ Այ ես որոշել էի ներս մտնեի, դե լավ, որ չմտա, դե պետք է վախտին հիշեի, որ վախտին չհիշեցի, ահա, ստեղ էլ մեր Գագոն Սվեչիկն էին ապրում, հեյ գիդի, ողջույն երեխեք ջան, ընկերներ, հարազատներ, են կողմից եկամ, սանց մի հատ փոքր անտառը, այդ նստարանը մնաց մուրազ, ընդե մի բան երևում է գնամ նստեմ։ Հա, բայց են եկեղեցու մոտի հովը չկա ստեղ, նիտո, ընդեղ լավ էր էլ, եկեղեցու բակը ուրիշ էր։ Ստեղ մի քիչ լավացավ։
Այդ ջուրը, երևի ջուրի մոտ չէ։ Քամի քչեց։ Ապստեղ նստել մի քիչ։ Հովհաննես Գաբրիելյան 2020 թվին զոհվել է 44 օրյա պատերազմ գրած էր։ Մի հատ բակ չկա առանց այդ հուշաքարերի Երևանում, երևի ամբողջ Հայաստանում։ Գնացինք։ Այստեղ կանգնեցի այրոպորտ գնալուց մի կերպ մի հատ այստեղ գտա։ Այս մասերում մեքենայով գալ սոսկալի ծանր զբաղմունքը։ Դեսանց դուս գանք տերան, հա? Ասմոց են ձևափոխել է շենքը, չէ? Երեսապատել են էլի, ինչ-որ հիմնարկություն է։ Այսքան մարդուց բնակարանները գնել են, հա, փաստորեն։ Այո, մի տղամարդ հանդիպեցի, զարմացրեց, ասում է չէ, բնակելի շենք է։ Ասեցի ինձ թվաց հիմնարկությունը չէ, ասում է չէ։ Բնակելի շենք է, այ բոլորը են պաչկամբի նման էր, հետո միացան, ասես գեղեցիկ երեսապատեցին, ինչ-որ մի քեզ չեմ պատկերացնում, բայց դա այդ մարդը ասեց։ Բա ասեցի տակը ինչ է, էջ ասում է կաֆե է։ Լավ հլենքումից դուս գանք տնանք հետ ինչ հեչ կաֆե է։ Ստեղ ոնց որ բիլիարդանոց էր, չէ՞։ Ես մեկի տակ հա դե ես կողմից գեղեցիկ շենք է։ Են կողմն էլ փաստորեն մոտարապես այս գույնի երեսապատել են, էլի։ Ծառերը գեղեցիկ, սա էլ բիզնես կենտրոն է դարել, հիմա էտա մոդը։ Բայց այդ կաֆեն ոնց էին մտնում, հանելուկ մնաց։ Լավ մի հատ են դալանից է կմտնում հլը։ Տերյան փողոց։ Այստեղ ոնց որ հով է, եկեք ստե մի հատ սուրճ խմեմ ու բարձրանամ մեքենայիս մոտ։
ինչ է գրած։ Ինչ-որ տարբեր բաներ է գրած։ Ջազվեն հաստատ հասկացա։ Այս ջազվեն էր, հա, այդ հասարակ կաֆեն ըստերևույթին։ Տղե ջան, մի հատ բան հարցնեմ, այս սրճարանը մինչև բակ դուրս է գալի։ Չէ, ներսի հատվածում վերջի հատվածը ներս որ նստած եք, պատուհանները նայում են բակ։ Հա, այդ է ուզում իմանալ։ Ելք չի։ Հա, այդ հասկացա, շնորհակալություն շատ։ Ինձ մի հատ սուրճ կտակ։ Տեսեք որտեղ է հարմար։ Կաղա Փարիզյան ունենաք։ Ճացվում ունենք այն ավազի վրա որ կա արաբիկայից 100%, պրям Փարիզյան չի ես։ Դավայ դրանից, բայց բան, շատ քիչ շաքարով։ Դառն առանձին, կբերեմ։ Առանձին։ Всё, նստեցինք։ Այստեղ ուր էր, շատ մեծ բաժակ է, ես էլ շարժվում է սեղանը, շարժեցի ստեղ, կեղտոտվեց, գեղեցիկ տեսքը փչացավ, ես էլ հաշիվն է, 1000, այս iPhone արդեն պետք է դենք կցել, ախմախ ձևի աշխատում, 1300 դրամն է խոսքով, Անսպասելի լավ թունդ սուրճ էր, ես մտածեցի այսքան շատ հաստատ ջերի կա։ Այս փոքր թխվածքն է ոտը չէր։ Ստեղ եկա, որ երաժշտությունը չլսվի այս մասում։ Գնացինք Մոսկովյան Բաղարանը կտրենք, եթե թույլ տան, այդ մեքենան Սպինձարյան փողոցից դուրս եկավ, ես չհասցրեցինք, հա վերջը, հա էլ ժողովուրդը եկավ, Են էլ կասկադը, ստեղ աշկիս ոստիկան հանդեղ խաչմերեկին կանգնած, նա աստեղ հավեսին խցանում է, կանաչ լույսերը տալիս է, ոչ մի բան չի փոխվում։ Այս ինչ ես, նս ծակերը վտի գնանք, հա? Լավ էր, ժողովուրդն ստեղից է գնում, լրվեցին, ոչ մի ոստիկան էլ չկար իմ ֆանտազիաներ, Մաշտոց պողոտա, սկվազնյաչոկը, նույն բանն է ստեղը, կանաչ լույսը, բայց ում է պետք, ավտոբուսը եկել լրվել է, նա պետք է էլի փորձենք սենց անցքեր գտնենք, հաս, խելոք ավտոբուսի շնորհիվ, կինո նայրին, այս սիգնալը քաղաքի կերնեխներն են, անպայման պետք է սիգնալները տան, ու տենց քաղաքի աուրա է ստեղծում, էլի, ոնց որ ասենք դսեղում ծտերն էին ստեղծում, Երևանում ես,
կերնախը երկեց դելավ դոսեկանք գորյուն լավնակ հայրջան միշտ առողջ լինեք և մնաք խաղաղությամբ ժամը 8-ն է առավ 26 աստիճան մոնտաժը համարյա պրծա այսօր երեկոյան ուշ ոնց որ նոր տարին 12-ին պետք է մուտք գործենք մեր թորնիկի Մարգարիտայի ծնունդը ամբողջ ընտանիքով շնորհավորենք զինվոր Արմենը մենակ չի լինի մնացածը կմասնակցեն այ Մարգարիտան սենց արևային անձնավորություն է ու սրտանց ցանկանում ենք որ տենց էլ արև մնա մեր կյանքում տեսակ արևը ոգևորվեց որ իրան համեմատեցինք մեր թորնիկի հետ ու դուրս եկավ այ հիմա ավելի Մարգարիտային նման դառավ